Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքում մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել թեմատիկ զրույցների մեր շարքը։ Այսօր ես կփորձեմ խոսել մի վտանգավոր խաղալիքի մասին։ Խաղալիք, որով խաղում է Նիկոլ Փաշինյանը եւ նրա փոքրիկ խմբակի անդամները, բայց պարզում է, որ դա խաղ է մեր պետության, նրա գոյության, մեզանից յուրաքանչյուրի ճակատագրի եւ կենսագոյության հետ։ Փորձենք հասկանալ, թե ինչ է այդ խաղալիքը, երբ է այն հայտնվել, ինչ պատմություն ունի եւ ինչ վտանգներ է այն իր մեջ պարունակում։ Առաջի տպավորությամբ այդ խաղալիքը խորհրդանշում է Հայաստանի քարտեզը։ Իսկ կապ ունի արդյոք այն Հայաստանի քարտեզի հետ։ Ոնց է ձևավորվում քարտեզը, ինչ է այն իրենից ներկայացնում։ Հանրագիտարանային բացատրությամբ քարտեզը դա երկրային մակերևույթի քարտեզագրական պրոյեկցիայով կառուցված, փոքրացված, ընդհանրացված պատկերն է հարթության վրա, որը պարունակում է կոորդինատային ցանց եւ ներկայացնում է նրա վրա տեղակայված օբյեկտներն ու երևույթները, պայմանական նշանները որոշակի համակարգով։ Այն, ինչ հիմա տեսնում եք ձեր էկրաններին, իմ թիկունքում, դա իսկապես քարտեզ է։ Իսկ այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դա բնականաբար քարտեզի հետ որևէ առնչություն չունի։ Այն արտաքնապես է իրենից ներկայացնում քարտեզ։ Իսկ հետաքրքիր է, թե ինչի քարտեզն է դա, որ երկրի քարտեզն է դա։ Քարտեզ մեր երկրում սահմանելու իրավունք ունեն կառավարության ենթակա կադաստրի կոմիտեն։ Նորից եմ կրկնում, կառավարության ենթակա կադաստրի կոմիտեն։ Իսկ կառավարության ենթակա կադաստրի կոմիտեն 2007 թվականին պաշտոնապես թողարկել է Հայաստանի ազգային ատլաս ծավալուն փաստաթուղթը, որը իրենից ներկայացնում է Հայաստանի, Արցախի բոլոր աշխարհագրական օբյեկտները, բոլոր պայմանական նշանները, բնակավայրերի անվանումները, լճերը, գետերը, հանքերը, լեռները, ամեն ինչը ներկայացված են Հայաստանի ազգային ատլասում։ Եվ այն ներկայացված է Հայաստանի եւ Արցախի հետ միասին։ Եվ դա պատահական չէ, որովհետեւ պետական այդ մարմինը, որը լիազորված է սահմանելու քարտեզներ, հիմնվել է Հայաստանի անկախության հռչակագրի վրա։ Իսկ Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը ստեղծվել է հենց այդ հռչակագրով 1990 թվականի օգոստոսի 23-ին, եւ այն ստեղծվել է Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորման արդյունքում։ Ահա թե ինչն է հիմա խանգարում Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետությունը, ճիշտ այնպես, ինչպես այն ստեղծվել է իր հիմնադրման պահին։ Եվ պատահական չէ, որ հիմա նա փորձում է ընդունել նոր սահմանադրություն չեղարկելու համար Հայաստանի անկախության հռչակագիրը, որի մի անհաջող փորձ արվեց դեռևս 2024 թվականին, երբ որ վավերացնում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների կանոնակարգը։ Ադրբեջանը չբավարարվեց այդ մեկնաբանություններով անկախության հռչակագրի փաստացի հրաժարումից։ Եվ հիմա նրանք պահանջում են նոր սահմանադրության ընդունում, որը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին։ Այսինքն Հայաստանի քարտեզից, Հայաստանից որպես պետությունից հրաժարման պահանջ։ Իդեպ ասեմ, Հայաստանի եւ Արցախի միավորման արդյունքում ձևավորված պետության, դրա գոյության հետ կապված որևէ առարկություն չի ունեցել Նիկոլ Փաշինյանը նաև 2018 թվականին, երբ որ եկավ իշխանության, 2020 թվականին, երբ որ իր մեղքով, իր դիվանագիտական ձախողումների հետևանքով մոլեգնեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Իսկ պատերազմից հետո նա սկսեց հաշտվել ադրբեջանական բոլոր պահանջների հետ, որոնք հասել են մինչև Հայաստանի վերացմանը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել 2020 թվականի մեկ այլ իրադարձություն մինչև 44-օրյա պատերազմը։ Դա վերաբերում է Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագրին։ Իմ ձեռքի տակ է այդ անձնագիրը։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը այն բաժանում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ այստեղ ներկայացված էր նրա ծրագիրը։ Սա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչական նյութներ։ Եվ տեսնում եք, էկրանին էլ է պատկերված, նաև այստեղ իմ ձեռքում դրա բնօրինակներից մեկն է։
իրենց սահմանադրական փոփոխություններ կատարելու քարոզչական այս փաստաթուղթը Հայաստանի անձնագրի տեսք ունի, կապույտ անձնագրի, բայց այն փոխված է եւ պատկերված է Հայաստանի քարտեզը Արցախի հետ միասին եւ նաեւ գրված է, որ սա ոչ թե սովորական, այլ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր է։ Նիկոլ Փաշինյանը այնպես էր մտածել, մտահղացումն այնպեսին էր, որ հնարավորություն է տրված այդ անձնագրի մեջ, որտեղ նույնպես կա Հայաստանի քարտեզ Արցախի հետ միասին, նշել իր անուն ազգանունը, օգտատիրոջ, քաղաքացու, ստորագրել, նշել ծննդյան տվյալները եւ այլն։ Եվ ինքը իր պարագայում դա արել էր։ Եվ ինչին էր վերաբերում այս սահմանադրական հանրաքվեն 2020 թվականին։ Կարելի էր մտածել, որ պետությունն է բարեփոխվում, միգուցե նախկին սահմանադրությունը իր մեջ թերություններ էր պարունակում պետական կառավարման համակարգի եւ այլնի վերաբերյալ եւ պետք էր այն փոփոխել։ Պարզվում է, որ ոչ։ Այդ սահմանադրական հանրաքվեն միայն մեկ նպատակ ուներ՝ փոխել սահմանադրական դատարանի 3 դատավորների եւ պաշտոնից հեռացնել սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Ինչի համար էր դա անհրաժեշտ մինչև պատերազմը։ Որովհետեւ պատերազմից հետո պետք է ընդունվեր կապիտուլյացիա, այսինքն պետությունը կործանելու համաձայնագիր։ Այդ համաձայնագիրը պետք է վավերացվի ազգային ժողովի կողմից։ Մեր սահմանադրությամբ միջազգային պայմանագրերը, որպիսի վավերացվեն, պետք է գործադիր իշխանությունը, կառավարությունը դա ստորագրի, այնուհետև ուղարկի սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը քննի, արդյոք դա մեր երկրի սահմանադրությանը համապատասխանում է, թե ոչ։ Դե սահմանադրական դատարանը որոշեր, որ այդ փաստաթուղթը չի համապատասխանում սահմանադրությանը, ապա դրա վավերացման գործընթացը դադարեցվում է։ Եթե սահմանադրական դատարանի որոշումը դրական է, ապա այդ փաստաթուղթը վավերացնում է ազգային ժողովը եւ դա դառնում է վերջնական ամբողջական պետության համար պարտավորություն առաջացնող փաստաթուղթ։ Հիմա այս շղթայի մեջ, եթե Նիկոլ Փաշինյանը մտադիր էր, որ պետք է լինի պատերազմ, իսկ ակնհայտ էր, որ դա պլանավորված պատերազմ էր, մենք արդեն վստահ կարող ենք խոսել այս մի քանի տարիների բարձրունքից, որ պատերազմից հետո պետք է լիներ կապիտուլյացիա, որը պետք է վավերացներ։ Գործադիր իշխանությունը արդեն զավթված էր, դա եղել էր 2018 թվականի մայիսին, 2018 թվականի դեկտեմբերին անցկացվեցին ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, զավթվեց նաև օրենսդիր իշխանությունը եւ վավերացման այս շղթայում պակասում էր միայն սահմանադրական դատարանը, որը կարող էր խափանել այդ ընթացքը։ Դրա համար մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց այս խափեությամբ մարդկանց խափելով, որ իրենք հպարտ քաղաքացի են այս երկրի, որը պատկերված էր այստեղ, տարավ սահմանադրական հանրաքվեի, բայց հասկանալով, որ չի կարող հավաքել անհրաժեշտ ձայներ, COVID-ը պատրվակ համարելով երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, սահմանադրական հանրաքվեն հետաձգվեց, այնուհետև չեղարկվեց եւ իրենց սպասված փոփոխությունները ապօրինաբար խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այն չուղարկելով նախագիծը սահմանադրական դատարան, սահմանադրական հսկողության, ինչը իմպերատիվ նորմ է սահմանադրության մեջ, նրանք փոփոխություն կատարեցին սահմանադրության մեջ եւ դատավորների հեռացրեցին պաշտոններից 3 դատավորի եւ նրանց փոխարեն ընտրեցին նոր 3 դատավորների, որոնցից մեկը իդեպ Էդգար Շաթիրյանը ընտրական վեճի գործընթացով հիմա ընթացող սահմանադրական դատարանի նիստում հանդիսանում է որպես զեկուցող դատավոր։ Եվ ահա այս գործընթացը, սիրելի հայրենակիցներ, այստեղ արդեն ամսաթվերը չափազանց կարևոր են։ Սահմանադրական դատարանում նոր դատավորների ընտրության եւ նրանց լիազորությունների ստանձնման գործընթացը ավարտվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին։ Պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այսինքն այն պահին, երբ որ ավարտվեց պատերազմի հետևանքները վավերացնելու գործընթացի շղթան ամբողջացնելու գործընթացը, համակարգը նոր արդեն հանգիստ սկսվեց պատերազմը։ Ահա թե ինչ է եղել Հայաստանի հպարտ քաղաքացիների հետ 2020 թվականին։ Իսկ այդ զարգացումներից հետո այս քարտեզներից մնաց այս խաղալիքը։ Համեմատությունը ակնհայտ է, այն պատկերված է նաև ձեր էկրաններին։ Հիմա գանք դրան, թե ինչ է մնացել այս քարտեզից։ Վերադառնանք այս խաղալիքին։ 44 օրյա պատերազմը
տանուլ տալուց հետո, ուրեմն Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին անցավ նոր գործընթացի, արտահերտ ընտրությունների, որտեղ նա ներկայացավ իբրև ապագա կա ապագա կարգախոսով։ Անցել այդ ժամանակը եւ արդեն 2026 թվականի քարոզարշավին նա ասում էր այլևս ապագայի մի սպասեք։ Ապագան այն է, ինչ որ հիմա կա։ Այսինքն նա այլևս ապագայի խոստումներ մեր ժողովրդին այս ընտրություններին չտվեց, որովհետև Հայաստանի եւ հայ ժողովրդին այլևս որևէ ապագա չի սպասվում։ Իսկ ինչ ապագա էր սպասվում 21 թվականին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 21 թվականին 44 օրյա պատերազմից հետո դեռևս այս վիճակը չէր։ Դեռևս կար Արցախի մի փոքրիկ հատված, որը հնարավոր էր եղել պաշտպանել պատերազմի ժամանակ եւ որը հնարավոր էր եղել պահպանել ռուսական խաղաղապահ զորամիավորման այնտեղ տեղակայումից եւ հրադադար հաստատելուց հետո։ Բայց հետպատերազմյան զարգացումները Նիկոլ Փաշինյանը կատարելով Իլհամ Ալիևի պահանջները կազմակերպեց այնպես, որ տեղի ունեցավ հետեւյալը։ 2021 թվականի հունիսին են տեղի ունեցել ազգային ժողովի արտահերտ ընտրությունները, երբ նա վերազավթեց մեր իշխանությունը, մեր ժողովրդի իշխանությունը։ Եվ ինչ արեց այդ ժամանակ։ Սկսեց բանակցություններ, ոչ թե Ռուսաստանի հետ, որի խաղաղապահները տեղակայված էին Արցախում, այլ Ռուսաստանի հետ փաստացի թշնամության եւ պատերազմի մեջ գտնվող Եվրոպական միության հետ։ Հիշեցնեմ ձեզ ամսաթվեր, սիրելի հայրենակիցներ։ Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը սկսվել է 2022 թվականի փետրվարին։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ 2022 թվականին բանակցություններ է վարել միայն ու միայն Եվրոպական միության խորհրդի նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո։ Փաշինյան, Ալի եւ Շարլ Միշել։ Պարբերական հանդիպումներ են եղել 2026 թվականի ընթացքում։ 2022-ի մայիսին ստորագրվել է սահմանային հարցերի հանձնաժողովներ ստեղծելու որոշումը։ Եվ մտադիր էին նրանք բարեկամական, գոնե խաղաղության միտված հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով։ Բայց արդյոք այդ բանակցությունները, այդ հանդիպումները բերեցին խաղաղության։ Պարզվեց, որ ոչ, այդ հանդիպումներն ու բանակցությունները մեզ բերեցին դեռ երկու նոր մասշտաբային պատերազմ, երկուսն էլ հայկական կողմի համար մարդկային, տարածքային, նյութական եւ ռազմավարական կորուստներով։ 22 թվականի օգոստոսի 30-ին վերջին անգամ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ընդամենը 12 օր հետո, երկու շաբաթ չանցած, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ, հարձակում սկսելով միաժամանակ 3 մարզերի ուղղությամբ՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր եւ Սյունիք։ Մեր հիշողության մեջ դա առավել տպավորված է իբրև ջերմուկյան պատերազմ, որովհետև ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմը ջերմուկ քաղաքն էր, որը ինտենսիվ հրետակոծվում էր 2 օր շարունակ իր բոլոր կարևորագույն ենթակառուցվածքներով եւ թշնամական առաջխաղացումը հիմնականում տեղի ունեցավ հենց այդ ուղղությամբ։ Քաղաքի մերձակա բոլոր բարձունքները անցնելով ադրբեջանական վերահսկողության տակ։ Այդ երկօրյա պատերազմում մենք ունեցանք հսկայական մարդկային կորուստներ, որոնց զոհերի անունները մինչև օրս չեն հրապարակվում։ Անգամ սգո օր չի հայտարարվել այդ պատերազմական գործողություններից հետո։ Սուկ չի հայտարարվել, հայրենիքը չի պաշտպանվել։ Իսկ ինչ է եղել ջերմուկյան պատերազմից հետո։ Ջերմուկյան պատերազմից հետո մի քանի օր անց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը նույն այդ Շարլ Միշելի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ստորագրում են հայտնի Պրահայի հայտարարությունը, որով պատմության մեջ առաջին անգամ գտնվում է հայաստանյան պաշտոնյա, ով Արցախը ճանաչում է իբրև Ադրբեջանի մաս։ Սա առաջի փաստաթուղթն էր Արցախը ամբողջությամբ ադրբեջանական ճանաչելու վերաբերյալ։ Դրան է հաջորդել 2022 թվականի դեկտեմբերից արդեն հենց այդ նույն փաստաթղթի ստորագրումից մի քանի ամիս անց
Արցախի տոտալ շրջափակումը Շուշիի մատույցներից, որը 2023 թվականի ապրիլի 23-ին Հակարի կամրջի մոտ տեղադրված հսկի չանցակետով դարձավ պաշտոնական շրջափակում, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, դրանից մի քանի ամիս անց, այդ ողջ ընթացքում Արցախը պահելով տոտալ շրջափակման սովի բոլոր տեսակի մատակարարումներից զրկված պայմաններում, ադրբեջանական զինված ուժերը մեկօրյա պատերազմով ծնկի բերեցին Արցախի պաշտպանության բանակը եւ պահանջ դրեցին Արցախի ժողովրդի առջև կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ լքել Արցախի տարածքը։ Արցախի ցեղասպանություն, բռնի տեղահանություն մեկօրյա պատերազմի հետևանքով։ Դա եղել է Պրահայի հայտարարությունը ստորագրելուց հետո 2023 թվականի սեպտեմբերին։ Հոկտեմբերի դրությամբ արդեն այլևս Արցախը ամբողջությամբ հայաթափված էր։ Եվ ահա այս ամենից հետո գալիս է Նիկոլ Փաշինյանի կողմից հաջորդ գործողությունը։ Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց հետո 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը Գրանադայում ստորագրում է նոր համաձայնագիր եւ արդեն սկսում է խոսել Արցախի, ոչ թե Արցախի, Արցախը հանձնելուց հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության մասին հրապարակելով որոշակի թվեր։ Այդ թվերը հրապարակել է եւ Նիկոլ Փաշինյանը եւ Շարլ Միշելը, բայց երբեք, ես կրկնում եմ, երբեք ոչ Ադրբեջանի նախագահը եւ ոչ էլ Ադրբեջանի որևէ պաշտոնյա չի խոսել Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին որևէ ցուցանիշի, որևէ թվի, որևէ քառակուսի կիլոմետրի հիշատակումով։ Դա արել են կան եվրոպացի պաշտոնյաները կամ Նիկոլ Փաշինյանը։ Մեջ բերեմ մի փոքրիկ հատված 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի հայտարարությունից, որին ի դեպ Ալիևը անգամ չի էլ ստորագրել։ Դա արդեն ստորագրել են Նիկոլ Փաշինյանը, Շարլ Միշելը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շուլցը։ Ինչ են ստորագրում այդ պաշտոնյաները առանց Ալիևի։ Կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված բոլոր ջանքերին, հիմնված Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր եւ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր ինքնիշխանության սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին եւ հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը, հիմնվելով ԽՍՀՄ գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին եւ պետք է հիմք հանդիսանան նաեւ ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու եւ հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար, ասված է հայտարարությունում։ Ինչպես տեսնում եք, այստեղ Հայաստանի տարածքը հիշատակում է իբրև 29800 քառակուսի կիլոմետր։ Այդպես էր խոսում նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև անցնում է կարճ ժամանակ անց եւ Նիկոլ Փաշինյանը սկսում է խոսել Հայաստանի կադաստրի վկայական ունենալու անհրաժեշտության մասին, մի ցնդաբանություն, որը գոյություն չունի միջազգային հարաբերություններում, պետությունները դրանք ավտոտնակ, բնակարան կամ առանձնատուն չեն, որպեսզի ունենան կադաստրի վկայական։ Պետությունները դրանք ինքնիշխան կազմավորումներ են, որոնք միջազգայինորեն ճանաչված են, իսկ պետությունների սահմանները որոշվում են միջազգային պայմանագրերով եւ գոյություն չունի միջազգային կադաստրային մարմին, որը այս կամ այն պետությանը ճանաչում է, տալիս է վկայական։ Իդեպ ասեմ, պետությունները միմյանց տարածքային ամբողջականությունները քառակուսի կիլոմետրերով չեն ճանաչում։ Ոչ ոք չի կարող ասել, թե ենթադրենք, քանի քառակուսի կիլոմետրով է ճանաչել Իրանի տարածքային ամբողջականությունը, Ճապոնիայի տարածքային ամբողջականությունը, Ուկրաինայի տարածքային առավել եւս երկրների, որոնք ունեն տարածքային
վեճ էր։ Եվ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակ անց մեկ էլ պարզում է, որ չէ, ինչ-որ ավել էին հաշվել Հայաստանի տարածքը եւ կտրուկ իջնում է 57 կիլոմետր քառակուսիով Հայաստանի տարածքը եւ մինչ օրս նրանք հորջորջում են, որ Հայաստանի տարածքը, այսինքն իրենց խաղալիքի այս քարտեզը կազմված է ոչ թե 29800, ինչպես ասում էին ոչ վաղ անցյալում, այլ 29743 կիլոմետր քառակուսի մակերեսով։ Ոչ մեկի համար մինչ օրս պարզ չի, թե որտեղից են ստացել այս ճշգրիտ թիվը 29743։ Ինչու Ադրբեջանը օրինակ որևէ թիվ չի ասում եւ ինչու են սրանք անընդհատ խոսում անիմաստ թվերից։ Որովհետեւ այդ թվերը կարող են ստանալ կադաստրի կոմիտեի կողմից իրականացված քարտեզագրումների եւ չափագրումների արդյունքում։ Իսկ կադաստրի կոմիտեն կարող է քարտեզագրել եւ չափագրել այս կամ այն հողատարածությունները եւ դրանց հանրագումարով ստանալ մեկ ամբողջական թիվ, եթե որոշակի են պետությունների սահմանները։ Իսկ պետությունների սահմանները որոշակի անում են ոչ թե գրականության աղբյուրներով, ոչ թե հանրագիտարաններում արձանագրված տեղեկություններով, գիտական ինչ-որ հրապարակումներով, ոչ թե հոդվածներով կամ գրքերով կամ դասագրքերով, այլ պետությունների միջև կնքված միջպետական համաձայնագրերով։ Եվ քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդպիսի համաձայնագիր գոյություն չունի, հետեւաբար Ադրբեջանը ձեռնպահ է մնում որևէ թիվ հրապարակելուց, իսկ Հայաստանը խոսում է ոչ միայն իր պատկերացումներով իր տարածքի, այլ նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, խոսելով թվերից, հիշատակելով թվեր, որոնք այդպես էլ ադրբեջանցիները ոչ մի կերպ չեն ընդունում։ Եվ այս անլրջության եւ այս խաղալիքի հիմնական նպատակը դա ոչ թե ինքնիշխանության հաստատումն է, այլ հավաստիացումը, որ այս իշխանությունների կողմից, որ իրենք ուղղակի Հայաստանի տարածքի մի հատվածը, Արցախի հանրապետությունը ամբողջությամբ հանձնել են Ադրբեջանին եւ հրաժարվում են դրանից։ Իդեպ ասեմ, որ այդ սահմանային հանձնաժողովները, որը ստեղծվել են դեռևս 2022 թվականի մայիսի 23-ից, մայիսի 22-ին ստեղծվել եւ 23-ին առաջին անգամ հանդիպել են, մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում անգամ 1 միլիմետր չեն իրականացրել։ Եվ դեռևս մնում են բաց ու անպատասխան այն հարցերը, որ եթե սահմանազատում չէր իրականացվել, սահմանային հանձնաժողովներ չէին ստեղծվել, ապա ինչ իրավական հիմքով էին 2021 թվականին Ադրբեջանին հանձնվել Գորիս-Կապան ճանապարհը, Կապան-Ճակատեն ճանապարհը, Սյունիքի մարզի բարձունքները, Սյունիքի մարզից հսկայական տարածքներ, որոնք ադրբեջանցիներին հնարավորություն են տվել հասնելու մինչև Սյունիքի մարզկենտրոն Կապանին, Կապանի օդանավակայանի բարձունքում ծածանելով ադրբեջանական դրոշը։ Ոչ ոք չգիտի այդ հարցերի պատասխանները, թե ինչպես են նրանք հայտնվել այնտեղ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այս խաղալիքի շրջանառությունը սկսեց այն պահից, երբ որ նա ոչ միայն Արցախն էր հանձնել Ադրբեջանին, այլ նաև 2024 թվականի հունվարից սկսեց Տավուշի մարզի 4 գյուղերի եւ դրանց հարակից տարածքների հանձնում Ադրբեջանին, ինչը հիմք դրեց սրբազան պայքարի, սրբազան շարժմանը։ Ժողովուրդը ոտքի կանգնեց, համաժողովրդական մեծ ցասում առաջացավ, բայց դա չխանգարեց Նիկոլ Փաշինյանին կատարելու Իլհամ Ալիևի պահանջները։ Միջազգայինորեն ճանաչված սահմաններ։ Այս եզրույթով են անընդհատ հորջորջում իշխանությունները, որ Հայաստանը պետք է ճանաչվի իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ձեզ մի անգամ, եթե անհրաժեշտություն կլինի, 100 եւ 1000 անգամ ասել, որ միջազգայինորեն ճանաչված սահման եզրույթ հասկացություն գոյություն չունի։ Պետության սահմանները որոշվում է օրենքով։ Հայաստանի Հանրապետությունը ունի օրենք պետական սահմանի մասին, որի առաջին հոդվածը սահմանում է, մեջբերում է։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը այսուհետ պետական սահման, այն գիծն է եւ այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի,
ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները։ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության օրենքով։ Այսինքն, պետական սահման ունենալու համար պետք է Հայաստանի Հանրապետությունը իր սահմանակից բոլոր պետությունների հետ կնքի միջպետական պայմանագրեր, որոնք ստանան օրենքի ուժ, իսկ օրենքի ուժ են ստանում այն միջազգային պայմանագրերը, որոնք քննության են անցնում սահմանադրական դատարանում եւ վավերացվում են ազգային ժողովի կողմից։ Հայաստանը ունի 4 սահմանակից պետություն, որոնցից ոչ մեկի հետ չունի կնքված միջպետական համաձայնագրեր սահմանի մասին։ Եվ սա է իրավունք տալիս Ադրբեջանին եւ նաեւ Թուրքիային տարածքային հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Թուրքիային դեռևս զսպող գործոն է հանդիսանում մեկ միջազգային պայմանագիր, որը դեռևս շարունակում է մնալ ուժի մեջ, բայց որը չեղարկելու ուղղությամբ հետևողական ջանքեր են գործադրում Հայաստանի իշխանությունները։ Խոսքը վերաբերվում է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի նրանց կենսագործունեության պայմանների մասին պայմանագիրը։ Այդ պայմանագրի 3-րդ հոդվածը ճանաչում է Խորհրդային Միության եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Խորհրդային Միության եւ Իրանի միջև կնքված պետական սահմանների մասին համաձայնագրերի իրավունակությունը, որոնց իրավահաջորդը ԽՍՀՄ-ի փոխարեն հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը։ Այսինքն, Խորհրդային Միության ժամանակներում, երբ որ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանները եղել են Խորհրդային Միության սահմաններ, Խորհրդային Միությունը կնքել է Թուրքիայի հետ եւ Իրանի հետ պետական սահմանի մասին համաձայնագրեր։ Քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային հարաբերություններում նրա իրավահաջորդը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, ուրեմն դա համարվում է պայմանագիր Ռուսաստանի եւ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջև։ Քանի որ Հայաստանը չի կնքել առանձին պայմանագրեր Իրանի եւ Թուրքիայի հետ պետական սահմանի մասին, բայց ունի պայմանագիր Ռուսաստանի հետ, որով Ռուսաստանի սահմանապահ զորքերը մեր երկրի սահմանային զորքերի հետ համատեղ իրականացնում են պետական սահմանի պահպանությունը եւ այդ հատվածում, ապա այդ պայմանագրի իրավունակությունը պաշտպանում է մեզ, մասնավորապես Թուրքիայի տարածքային նկրտումներից Հայաստանի նկատմամբ։ Բայց դեռևս բաց եւ խոցելի են սահմանի հայ-ադրբեջանական հատվածը։ Եվ այս ընթացքում, չնայած որ 22 թվականից ստեղծվել են սահմանային հանձնաժողովներ, հիմա արդեն 26 թվականն է, 4 տարվա ընթացքում Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի ստեղծած հանձնաժողովները 1 միլիմետրի սահմանազատում դեռևս չեն իրականացրել եւ ոչ միայն գոյություն չունի միջպետական համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այլև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, ավելին Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանին որպես պետություն։ Եվ այս իրողությունների պայմաններում մարդիկ ցույց են տալի մեր ժողովրդին այս խաղալիքը, սա ներկայացնում են իբրև խաղաղության խորհրդանիշ, զավթում մեր ժողովրդի իշխանությունը եւ նրան տանում նոր արկածախնդրության եւ դրան տանում նոր պատերազմի։ Հիմա ինչպես են գործածում այս քարտեզը։ Ինչ քարոզչական մեթոդներ են կիրառում այն ժողովրդին ներկայացնելու համար։ Նոր քարտեզի քարոզ եւ կիրառություն։ Այս քարտեզը, այս պատկերը, դա չի կարելի քարտեզ համարել, փակցվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Թե ինչ կարող է գտնվել, ինչպես պետք է կահավորվի ազգային ժողովի նիստերի դահլիճը, դա սահմանված է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Եվ այնտեղ նշված է, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում պետք է լինի Հայաստանի զինանշանը եւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Որևէ այլ պատկեր, որևէ այլ քարտեզ, որևէ այլ իր առարկա
այնտեղ ցուցադրվել եւ գտնվել չի կարող։ Բայց Ալեն Սիմոնյանը որոշել է, որ այս պատկերը պետքա լինի ազգային ժողովում, կենտրոնական մասում Հայաստանի զինանշանի տակ։ Ես նայել եմ աշխարհի շատ երկրների խորհրդանների դահլիճների պատկերները լուսանկարներով։ Ինքս հնարավորություն եմ ունեցել մտնելու մի շարք երկրների խորհրդանների նիստերի դահլիճներ։ Օրինակ ես եղել եմ Գերմանիայի Բունդեսթագում, ես եղել եմ բնականաբար Լեհաստանի Սեյմի եւ Սենատի սրահներում, ես եղել եմ Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Ֆրանսիայի խորհրդանների նիստերի դահլիճում։ Ոչ միտեղ ես չեմ տեսել, որ այնտեղ պատկերված լինեն քարտեզներ։ Միակ իմ ճանաչած երկիրը, որի խորհրդանի դահլիճում կա քարտեզ, ես բնականաբար այնտեղ չեմ եղել, դա տեսել եմ լուսանկարներով, դա Ադրբեջանի Միլի Մեջլիսն է։ Եվ շատ վաղուց դեռ 90-ական թվականներից Ադրբեջանի Միլի Մեջլիսում հենց այն նույն կենտրոնական հատվածում, որտեղ հիմա ազգային ժողովի պարագայում է, փակցված է Ադրբեջանի մի մեծ քարտեզ, այն նպատակով, որ այնտեղ ներառված լինի նաև Արցախը։ Այսինքն այդ քարտեզը ցույց է տալիս ադրբեջանական նկրտումները Արցախի նկատմամբ։ Եվ հիմա Ալեն Սիմոնյանը որոշել է Հայաստանի խորհրդանում փակցնել, խախտելով խորհրդանական բոլոր ավանդույթները միջազգային առումով, փակցնել մի պատկեր, որ ուղղակի ցույց տա, որ Արցախը չունի հայկական պատկանելություն։ Որևէ այլ իմաստ դա իր մեջ չի պարունակում։ Այս քարտեզի կոչվածի վրա կան բազմաթիվ կետեր, որտեղ հիմա Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին ուղարկես չեն կարող գնալ։ Նրանք հիմա չեն կարող բարձրանալ ջերմուկի լեռներ եւ այնտեղ ասենք օրինակ ձյունագնաց սահնակ քշել, դահուկ քշել։ Այս սեզոնին չեն կարող գնալ այնտեղ սունկ հավաքել։ Դա իրանց այլևս ոչ ոք չի թույլատրելու։ Չնայած որ դա ներառված է այս տարածքում եւ համարվում է իրենց իսկ հորջորջած 29743 կիլոմետր քառակուսու մեջ։ Իրենք ֆիզիկապես հասանելի չունեն այդ տարածքներին։ Նրանք պարզապես դա օգտագործում են քարոզչական նպատակներով։ Այս քարտեզով, այս նշանով որպես կրծքանշան օգտագործելով, այս մագնիս ունի սա, Նիկոլ Փաշինյանը սկսեց մասնակցել նաև դիվանագիտական հանդիպումների։ Սա դարձել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական հիմնական միջոցը, ոչ միայն որ դա բաժանում էին ընտրությունների ժամանակ, եւ ըստ իրենց հաշվետվությունների սրանից պատրաստել են մոտավորապես 45000 հատ։ Այսինքն ըստ էության Հայաստանում այլևս գրեթե մարդ չի մնացել, ընտանիք չի մնացել, որ սրանից մի հատ իրենք փոխանցած չլինեն։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս խաղալիքը իր հետևի մասում ունի QR կոդ, որի տակ գրված է ՔՊ։ Եվ այդ ՔՊ QR կոդով, երբ որ հեռախոսով պահում ենք դրա վրա, մեզ մոտ բացվում է հեռախոսների դաջետների վրա բացվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական էջը։ Այսինքն ակնհայտ է, որ սա ոչ թե Հայաստանի, այլ ՔՊ-ի քարոզչական միջոցն է, ՔՊ-ի խորհրդանիշն է, ՔՊ-ի քարտեզն է։ Եվ հետաքրքիր է, որտեղ է օգտագործում այս ՔՊ-ական խաղալիքը։ Պարզվում է, որ այլևս պետական բոլոր խորհրդանիշներում, եթե հիմա դուք նայեք Հայաստանի ոստիկանության գվարդիայի խորհրդանիշներին, ապա դրանում կտեսնեք այս պատկերը։ 2026 թվականի մայիսի 28-ին այս պատկերը տեղակայեցին նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խորհրդանիշի վրա, փոխելով մեր բանակի խորհրդանիշը։ Այս կրծքանշանը օգտագործում է նույնիսկ Հանրապետության նախագահը, որի պաշտոնը ենթադրում է քաղաքական չեզոքություն, այսինքն ՔՊ գրառումով եւ ՔՊ-ի QR կոդով նշան օգտագործում է Հանրապետության նախագահը։ Այս նշանով էին մայիսի 28-ի զորահանդեսին ներկայացել Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, զորահանդեսից մենք այստեղ նկար ունենք, Հանրապետության նախագահի մոտ, ազգային ժողովի նախագահի, պաշտպանության նախարարի կրծքին այս խաղալիքը փակցված։ Իդեպ տրիբունայում էին նստած նաև ազգային ժողովի պատգամավորներ, որոնք այդ պահին բոլորը գրեթե առանց բացառության
նաև падգամավորության տեխնացուներ էին։ Ալեն Սիմոնյանը եւ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը նույնպես падգամավորության տեխնացուներ էին։ Այսինքն մայիսի 28-ի զորահանդեսի անվան տակ տեղ ունեցած միջոցառումը դա եղել է ՔՊ-ի քարոզչական հանդիպում, որին պարզում է ներկա եղել Սահմանադրական դատանի դատավոր Արման Դիլանյանը, որը հիմա նախագահում է այն դատական նիստը, որտեղ վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Այսինքն ստացվում է, որ Սահմանադրական դատանի դատավորը, որը հանդես է գալիս իբրև Սահմանադրական դատանի նախագահ, մասնակցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական մեծ միջոցառումներից մեկին, որին ներկա են եղել միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացուներ, եւ որոնք էլ կրել են ընտրությունների ժամանակ գործածվող այս քարոզչական խաղալիքը, որի վրա կա QR կոդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էջին հղումով։ Եվ հիմա մենք պարզում է, որ ունենք ակնկալիքներ նաև արդարադատության։ Սա բավականին սյուր է։ Սա բավականին սյուր է, բայց դրա հետ միասին նաև շատ վտանգավոր։ Ամփոփելով պետք է ասենք, սիրելի հայրենակիցներ, որ այս խաղալիքը, որով նաև Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քվեարկությանը, ինչի իրավունքը չուներ, Ալեն Սիմոնյանն է սրանով գնացել քվեարկության։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության օրը մեզ կոչ էր անում, որպեսզի ընտրության գնալուց մենք չկրենք շապիկներ, որոնց վրա պատկերված լինեն թվեր, ասենք 1-ից 19 թվեր, որոնք կարող են ասոցացվել քաղաքական կուսակցությունների հերթական համարների հետ։ Եվ ես բնականաբար ընտրության չեմ գնացել ուժեղ Հայաստանի 3-րդ համարի շապիկով, հարգելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Բայց Վահագն Հովակիմյանին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մյուս անդամներին չի հետաքրքրել, որ քարոզչական այս խաղալիքը, որով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցել է ողջ քարոզարշավին, սրանով նրանք ներկայացել են նաև ընտրական տեղամաս, իրականացնելով քարոզչություն լռության օր հանդիսացող քվեարկության օրը։ Եվ սա վերջին ընտրախախտումը չէր։ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս շարունակում է հանրությանը ներկայանալ այս խաղալիքով։ Նա ցույց է տալի մեզ, որ Հայաստանն այլևս մասնատված է։ Նա ցույց է տալի, որ Հայաստանը այլևս ծախված է։ Եվ նա ցույց է տալիս, որ այդ վաճառքին, այդ դավաճանությանը նա ներքաշել եւ ներգրավել է հանրության լայն մասաների, մեծ թվով քաղաքացիների, որոնք որ գնացել են այս զոհողությանը տարբեր կաշկանդվածությունների, ուժի, վախի, սպառնալիքների ազդեցության ներքո, որովհետև միայն այդ մոտիվացիայով կարող էին մարդիկ ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Եվ այդ զավթված իշխանությունը ժողովրդի շարունակում է դեռևս ծառայեցվել թշնամուն։ Սա Արցախը թշնամուն հանձնելու խաղալիք է։ Սա խաղալիք է, որի հետ խաղալով հիմա խաղում են Հայաստանի ճակատագրի հետ։ Սա խաղալիք է, որը մահ է բերում։ Ես հիշում եմ, երբ որ դեռ շատ փոքր էի, իմ ծնողները ինձ զգուշացնում էին կարդալով միջազգային մամուլ, որ պատերազմական գոտիներում այն ժամանակ դեռևս իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակներում բարբարոս ահաբեկիչները երեխաներին տալիս էին խաղալիքներ, որոնք իրենց մեջ պայթուցիկ նյութեր էին պարունակում, եւ երեխաները խաղալով այդ խաղալիքների հետ ողբերգության զոհ էին դառնում։ Ես նայելով այս խաղալիքին հիշեցի այդ ողբերգական պատմությունը։ Այս խաղալիքը հիմա շատերը ունեն։ Այն իր մեջ պատերազմի, մահվան, կորստի վտանգներ է պարունակում։ Պետք չէ խաղալ այդ խաղալիքով։ Պետք է տեր կանգնել մեր պետականությանը, որը կորցրել է իր դիմադրողականության ողջ պոտենցիալը, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկի է Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, նրան հաջողվել է վերստին ապօրինություններով զավթել մեր ժողովրդի իշխանությունը, որը իդեպ հիմա վիճարկվում է։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ նրան հաջողվելու է կործանել մեր պետությունը։ Մենք նրա հետ այս խաղալիքով չենք խաղալու։ Մենք Հայաստանին խաղալիք չենք դարձնելու։ Եվ մենք այս վտանգավոր խաղալիքով թույլ չենք տա նաև, որ իրենք խաղան։ Հայաստանը լինելու է ոչ թե խաղալիք, այլ ինքնիշխան, ժողովրդավարական եւ ուժեղ պետություն։
Այսքանը սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ սպասեք մեր հաջորդ թեմատիկ զրույցին հաջորդ երկուշաբթի։ Լավ եղեք։